Ապրիլ 12-ին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում անցկացվեց մեծ Սպահք Սուրբ Զատիկ թեմայով բաց դաս, որին մասնակցում էին Ախալքալաքի Նինոսմինդայի երիտասարդական կենտրոնների, Սամսկը Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորթության Ախալքալաքի կարապետ arczepiskopos Պագրատունի կրթամշակութային երիտասարդական կենտրոնի Բարալետի Գոմանի Կիրովականի եւ Փոքր Գոնդուրայի հանրային դպրոցներից 27 աշակերտ։ Բաց դասին ներկա էին Սամսկը Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր-նշան Վարդապետ Մայակյանը, հանրային դպրոցների տնօրեններ, մանկավարժեր, Վրաստանի Հայօգնության միության անդամներ, Նինոցմինդայի ու Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի մանկավարժեր, միասնական տերունական աղոթքից հետո Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը ողջունեց ներկաներին, կարևորեց երիտասարդական կենտրոնի միջոցառումների Հայր Սրբի ներկայությունը, ներկայացրեց բաց դասի թեման։ Բաց դասը վարելու պատիվը տրվեց Սամսկը Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր-նշան Վարդապետ Մայակյանին։ Հայր Սուրբը խոսեց մեծ Սպահքի Սուրբ Զատկի հոգեվոր խորհրդի մասին, ողջունեց հոգեվոր թեմաներով միջոցառումների, բաց դասերի ու քննարկումների կազմակերպումը դպրոցական երեխաների շրջանում, որին հաջորդեց 8 թիմերի միջև թեստային ձևավորման մրցույթը։ Հարցաշարը կազմակերպված էր 12 մեծ Սպահքի Սուրբ Զատկի խորհրդի ու ծեսակարգերի ներկայացնող կետերից։ Մրցույթի 8 թիմերի անունները կրում էին Ջավախքում գործող առաքելական եկեղեցիների անունները, առաջին, երկրորդ, երրորդ տեղ զբաղեցնող թիմերը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու անունից տրվեցին հատուկ մրցանակների։ Նման օրինակ գրքեր ստացան նաև մրցույթի մնացած մասնակիցները։ Բաց դասն ավարտվեց Հայր Սուրբի օրհնության խոսքով։